Խորն ու խորհրդավոր, երբեմն անմեկնելի, բայց գրավիչ ու անհամեմատելի արվեստի այս պատառիկները ոչ այլ ինչ են, քան փարաջանովյան ինքնատիպության արտացոլում։ Դրանք պատմություններ են առանց բառերի, զգացողություններ առանց բացատրության։ Ստեղծագործական ուրույն աշխարհ, որտեղ իրականն ու երևակայականը հոսում են մեկ ուղղությամբ։ Փարաջանովի գործերը ներկայացվում են հանրությանը որպես եզակի հնարավորություն մուտք գործելու արվեստագետի հոգու բազմաշերտ տարածք։ 25 աշխատանքները երբևէ չեն ցուցադրվել նաև իր անվան թանգարանում եւ առաջին անգամ ֆոնդերից հանվել եւ տեղափոխվել են Գյումրի ժամանակավոր ցուցադրության։ Տարիներին, երբ որ հնարավորություն չուներ իր գաղափարները ֆիլմերի միջոցով ներկայացնելու, իրագործելու, ինքը գտավ ճանապարհ, դա կոլաժն է, ինչպես ինքն էր ասում, դա էլ սեղմված, խտացված ֆիլմն է եւ կոլաժի միջոցով ինքն արտահայտվեց։ Այսինքն նրա վերաբերմունքն է, նրա հույզերն են, նրա իրերի հանդեպ ունեցած սերն է։ Փարաջանովը ինքը շատ ինքնատիպ եւ տարբերվող այսպես ստեղծագործող է եւ բնական է, որ աշխատանքները նույնպես առանձնանում են, տարբերվում են եւ այս անգամ այն աշխատանքները, որոնք որ ցուցադրվում են, շատ ինքնատիպ են լինելու եւ վստահ ենք, որ թանգարանի այցելուներին մեծ բավականություն եւ մեծ հետաքրքրություն է առաջացնելու ցուցահանդեսը։ Ցուցադրված են կոլաժային աշխատանքներ, ապակյա կոլաժներ, ցուցադրված են նաեւ լուսանկարչական աշխատանքներ Փարաջանովից, սրբապատկերներ են ցուցադրված, որոնք կրկին բացառիկ են։ Տարբեր լեզուներով խոսող գեղանկարչական աշխատանքներն ու կոլաժները միահյուսված են նույն յուրահատուկ անշփոթելի հեղինակային դրոշմով։ Դրանցում հենց ինքը մաեստրոն է, ով աշխարհն ընկալում էր ոչ թե ուղիղ գծերով, այլ ոլորապտույտ պատկերներով, ում համար արվեստը պարզապես արտահայտման ձև չէր, այլ գոյության։ Իսկ ցուցադրվածը իր հսկայական ներաշխարհի խիստ փոքրիկ գունապնակն է, որին կարելի է մոտենալ ոչ թե բացատրելու, այլ ուշադրությամբ դիտելու եւ զգալու համար։ Եթե սովորաբար նկարիչը կարող է ամիսներով, նույնիսկ տարիներով աշխատել որևէ կտավի վրա, Փարաջանովի դեպքում սա չի գործել, որովհետեւ որևէ իրադարձություն, որևէ, չգիտեմ, միջադեպ կարող էր, այսպես ասած, խթան հանդիսանալ, որպեսզի Փարաջանովը նստեր եւ ձեռքի տակ եղած իրերից պատրաստեր արվեստի ստեղծագործություն։ Այո, նրա ստեղծագործությունները բազմաբովանդակ են՝ ինստալյացիա, կոլաժ, ասամբլյաժ, որոնք տարբեր չափերի են, տարբեր նյութերից են։ Ինչպես կինոյում, այնպես էլ գեղարվեստում Սերգեյ Փարաջանովը նույն պահանջկոտ վարպետն էր։ Եթե կինոժապավենի ամեն կադր ու բառեր ընտրում ակնառու ճշգրտությամբ, ապա գեղարվեստական ստեղծագործություններում ամեն դետալ ու նյութ։ Նրա երևակայությունը երբեք սահմաններ չի ճանաչել, եւ ասվածը լավագույնս արտացոլվում է հայելային 3 կոլաժներում։ Դրանք ստեղծված են բացարձակ անհամադրելի նյութերից՝ լամպային ապակիներ, քարե բեկորներ, մարգարիտներ, պատրվածքներ, հնարավոր ու անհնար ամեն բան, որտեղ ընտրված նյութը դարձել է պատմություն, իսկ պատահականությունը ձև։ Փարաջանովի համար այս օրինակ կոլաժները պարզապես տեխնիկա չէին, այլ աշխարհ կառուցելու ձև, անկանոն, անկանխատեսելի, բայց անսխալ գեղագիտական ճաշակով։ Իրականում պլաստիկ արվեստ է, մասնավորապես կոլաժ է։ Կոլաժը դա որևէ հիմքի վրա ցանկացած նյութերի սոսնձելն է, այսինքն դա էլ ինքնանպատակ չպետք է լինել, հնարավորություն է տալիս բազմա ձև մտածող մարդուն բազմա նյութ իրերից, դետալներից ստանալ արվեստի գործ։ Այսինքն մենք չենք սահմանափակվում միայն մի նյութով, այլ մենք օգտագործում ենք ամեն ինչ։ Դա իրականում շատ բարդ բան է, թվում է թե շատ հեշտ է, բայց ինչպես կարելի է համադրել ապակին, հայելին, խխունջը, փայտը, այդ ամեն ինչը։ Դրա համար պետք է լինել Փարաջանով հանճար։ Տաղանդը զարգացնելն ու ցուցադրել ծանր ուղի են պահանջում։ Սերգեյ Փարաջանովի կյանքն ու ստեղծագործական ուղին էլ անցել է արգելքներով, մերժումներով եւ նույնիսկ ձերբակալություններով, բայց նա երբեք չդադարեց ստեղծել։ Այսօր ու առմիշտ նրա ֆիլմերն ու գեղարվեստական աշխատանքները կշարունակեն ապրել, կրելով ստեղծագործ մարդու հոգեբանական խորությունն ու աշխարհի ականջին կշշնջան եւս մեկ բազմավաստակ հայի անուն։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոնի համար։